Բարև ձեզ, եթերում այլ օրակարգն է, մեր հյուրն այսօր Հայաքվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն է։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք, ոտքս խերով ձեր նոր տաղավարը եւ բեղուն գործունեությունը ցանկանում առավոտին։ Պարոն Սողոմոնյան, փաստորեն Հայաքվեն չի մասնակցելու ընտրություններին, թեև նախապես հայտարարվել էր մասնակցության մասին, ավելին ասվել էր, որ դաշինքով եք մասնակցելու։ Այս ընթացքում բանակցություններ եղան Միասնության թևերի հետ, միավորումը չստացվեց, հետո կարծեմ նաև ուժեղ Հայաստանի հետ փորձեցիք համագործակցության եզրեր գտնել, ելի չգտնվեցին։ Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ Հայաքվեի անդամների ամբիցիաները թույլ չեն տվել, որպեսզի միավորումները կայանա։ Ինչ եք այդքան ամբիցիոզ։ Միթե ձեր ամբիցիաները ավելի կարևոր են այս փուլում, քան միասնական ընդդիմադիր ճակատով հանդերձ գալը։ Ոչ, իսկապես այդքան ամբիցիոզ չենք։ Ամբիցիոզ ենք, իհարկե, քաղաքական գործիչը չի կարող ամբիցիոզ չլինել։ Ամբիցիան, եթե չունեցավ քաղաքական գործիչը, առաջ գնալու համար դժվար է, ներքին իմպուլսն է։ Բացի նրանից, որ կա գաղափար, կա տեսլական, ամբիցիան եւս կարևոր է շատ, բայց այնքան չէ, որքան որպեսզի կուրացնի մարդուն։ Մենք եթե այդքան կույր ամբիցիաներ ունենայինք, այսօր այս պահին 20 ուժ կմասնակցեր, օրինակ, 19 ուժի փոխարեն մենք էլ կմասնակցեինք, կասեինք, որ մենք միայնակ կգնանք առաջ եւ այլն։ Հետևաբար ո՞րն էր խնդիրը, որ միավորումները չստացվեցին։ Գալիս ենք դրան, միավորումներ, այսա հիմա հերթով ասեմ, մենք միավորման մասին բանակցություններ տարել ենք միայն այն շրջանակով, որը որ հայտնի է Միասնության թևերի հետ կապված։ Միասնության թևերը մնում են մեր գաղափարակից գործընկերները։ Այո, մենք այդ մասին հայտարարել ենք ծրագրային բնույթի տարաձայնությունների պատճառով չստացվեց մեր միասնական հանդես գալը նախընտրական միավորման շրջանակներում, դաշինքել չէր։ Ոչ թե դաշինքել, այլ հենց Միասնության թևեր ուժի շրջանակներում պետք է հանդես գայինք, բայց ծրագրային որոշակի էական բնույթի խնդիրներ գոյություն ունեին։ Անկեղծ ասած, կարող ենք խոսել այդ մասին, բայց կարող ենք նաև չխոսել։ Ես նախընտրում եմ չխոսել, ինչու չխոսել։ Հակիրճ հիմնական տարբերությունները։ Եկեք ասեմ, շատ հակիրճ ասեմ, բայց չխորանանք դրա մեջ, որովհետև եթե խորանում ենք, շատ ենք խոսում, բացում, դա ստացվում է, որ այս փուլում, նախընտրական փուլում քննադատություն է ստացվում։ Կոնկրետ իմ մոտ կա սկզբունք, որ քանի որ այս ընտրությունները սովորական քաղաքական ընտրություններ չեն, այլ սրանք արժեքային ընտրություններ են, հայ լինելու, չլինելու, մարդ լինելու, անգամ չլինելու ընտրություններ են։ Ես իսկապես եմ ասում, շատ կտրուկ եք դնում մարդ լինելու եւ չլինելու, մարդը ոչ ֆիզիկական իմաստով բնականաբար, այլ այստեղ մարդկայնության նաեւ թեստ է անցկացվում։ Այսինքն, ինչպիսի մարդ ես դու լինելու, ինչպիսի մարդ է քեզնից կերտելու քո պետությունը, հա, այսպես ասենք։ Դրա համար այս փուլում ցանկացած ընդդիմադիր ուժի անկախ իմ վերաբերմունքից, անկախ մեր վերաբերմունքից քննադատելը ցանկալի չենք համարում։ Դրա համար բավարարվեմ ընդհանրապես ասելով, որ մեր ծրագրային տարաձայնությունները վերաբերում էին մասնավորապես խաղաղության գործընթացին եւ թրիփի հետ կապված էին։ Թույլ տվեք այսքանով սահմանափակել, որովհետեւ շատ ինտրիգային դիտարկումներ արեցիք, Հայաքվեն կողմ էր խաղաղության գործընթացին եւ թրիփի գոյությանը, Միասնության թևերը դեմ, թե հակառակ։ Չէ, եկեք այդպես չասենք, ոչ թե մեկը դեմ էր, մեկը կողմ էր, այլ դիրքորոշումների ձևեր գոյություն ունեին, որոնց շուրջ արկային տարաձայնություններ, դիրքորոշումների արտահայտման ձևեր գոյություն ունեին, բովանդակային առումով նաև, բայց ավելի շատ արտահայտչած ձևեր գոյություն ունեին, որոնք որ որոշակիորեն պրոբլեմատիկ էին, բայց ես ձեզ պետք է խնդրեմ, որ այսքանով սահմանափակվենք, որովհետև ես նորից եմ ասում, որ հաջողություն ենք ցանկանում մեր գործընկեր կազմակերպությանը, Միասնության թևերին, մեզ համար շատ կարևոր է նրանց հաջողությունը այս պայքարի մեջ։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշած մեկ այլ
միավորի, խոսքը ուժեղ Հայաստանի մասին է։ Ուժեղ Հայաստանի հետ եւ որևէ այլ ուժի հետ միավորվելու եւ նախընտրական միավորի շրջանակներում հանդես գալու խնդիր չի դրվել եւ դրված էլ չէ։ Այստեղ խոսքը կարող է գնալ պարզապես հետեւյալ տարբերակներից մեկի մասին։ Կամ որևէ մեկ ընդդիմադիր միավորին Հայ-Աքվեի կողմից աջակցություն ցույց տալու մասին, կամ ամբողջ ընդդիմությանը աջակցություն ցույց տալու մասին։ Սրա վերաբերյալ մենք եւ կոմունիկացիայի մեջ ենք հիմա, եւ նաեւ ներքին քննարկումների մեջ ենք։ Լիահույս եմ, որ շատ շուտով հանրությունը կիմանա մեր վերջնական որոշման մասին, թե մենք որևէ մեկ ուժի ենք կոնկրետ սատարում աջակցում այս process-ում, թե ամբողջ ընդդիմությանն ենք աջակցում։ Համենայն դեպս մենք մեր ձեռքերը ծալած չենք նստելու այս շրջանում, մեր դեմքերով ճիշտ է չենք գնում ընտրության, որովհետև սա չենք համարում շատ վերին աստիճանի կարևոր բան, այսինքն եթե գնայինք ու հանկարծ զգայինք, որ ընտրական շեմ չենք հաղթահարում, մենք շատ մեծ ծառայություն մատուցած կլինեինք Փաշինյանին եւ շատ վատ կլիներ, մենք ինքներս մեզ չենք ների, այսպես ասեմ։ Դրա համար մենք անպայման ակտիվ կմասնակցենք, կդիրքավորվենք բնականաբար ընդդիմադիր դաշտում, տարբեր տեսակի կարող է լինել մեր աջակցությունը ընդդիմությանը կամ ընդդիմադիր ուժերից մեկին, տարբեր կարող է լինել, հա, բայց ամենակարևորը, այսպես ասենք, որ կաշխատենք, որ հնարավորինս շատ մարդկանց մեր հետևորդներին, մեր աջակիցներին, մեզ լսող մարդկանց, հնարավորինս շատ չկողմնորոշված մարդկանց բերել ընտրական տեղամասեր, որովհետև մեծ մասնակցություն է մեզ հիմա անհրաժեշտ Փաշինյանի պարտվելու համար, ամենակարևոր բաներից մեկը սա է լինելու, որ փորձելու ենք անել եւ ի վերջո ժողովրդին նորից ու նորից ցույց տալ այն ամենը, ինչը որ Փաշինյանն է բերում, այն տխուր հեռանկարը, ինչ որ իսկապես սպասվում է Փաշինյանի վերընտրման պարագայում, այսինքն մենք ակտիվ հանդես ենք գալու այս ընթացքում։ Դուք հարցը շատ սուր դրեցիք մարդ լինել չլինելու մասին այս ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանը հակառակ բևեռից է հարցին մոտենում, ասում է, եթե ես չլինեմ, իմ ղեկավարած ուժը չվերընտրվի, Հայաստանը չի լինի, պատերազմ կլինի, չգիտեմ, գուցե արևը չծագի, մայր չմտնի եւ այլն եւ այլն։ Հիմա Աստված մի արածը, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, ինչ կլինի։ Այո, ասածս ճիշտ է, շատ կատեգորիկ էր մարդ լինել չլինելու, խոսքը չի այն մասին չէ, որ եթե Փաշինյանը ընտրվեց, մենք դադարելու ենք մարդ լինելուց։ Խոսքը նրա մասին է, թե երբ որ Փաշինյանը Աստված մի արածը վերընտրվեց, ինչպիսի մարդ դաստիարակելու, ինչպիսի մարդ կերտելու process է տեղի ունենալու ու ավելի մեծ թափով է տեղի ունենալու դպրոցում, մանկապարտեզում, բուհում։ Մարդը առհասարակ մարդ է հասարակության հետ կապերի մեջ վերցրած, հավաքականության մեջ է մարդը մարդ։ Մարդկայնությունը հենց դա է, երբ որ մարդը մյուս մարդկանց հետ իրեն ամբողջության մեջ է զգում, ունի ինքնություն։ Ինքը կարեկից է, ուզում է ունի ինքնություն, հավաքական ինքնություն։ Այն ինչ որ այսօր տանում է Փաշինյանը, հավաքական ինքնություն չունենալու մասին է։ Ինքը ասում է պարզապես ապրեք։ Այսինքն դու որպես անհատ իր համար դիտարկելի ես, որպես անհատ ունեցիր քո իրավունքը, քո ինչ որ բաները, այնքան ինչքան չի մոտենա նրա իշխանությանը, չի անհանգստացնի, ունեցիր քո իրավունքը, քո կյանքը վայելի, կեր խմիր, մանարի, այս ուղերձն է տալիս, չէ՞ մեզ ինքը։ Մինչև որ հանկարծ չտրորես իր ոտքը, իր քաղաքական ոտքը, այս իմաստով իշխանությանը բան չանես։ Իսկ երբ որ մենք դիտարկում ենք մարդուն որպես հավաքականության մաս, մեզ ասում է դուք որպես հավաքականություն ոչ մի իրավունք չունեք, այսինքն ոչ մի իմաստ չունի ձեր հավաքականություն լինելը։ Հավաքական հիշողություն մեզ ասում է մի ունեցեք, հավաքական նպատակ մի ունեցեք, այսինքն երբ որ մեզ զրկում է մեր հավաքական անցյալից ու հավաքական ապագայից, մեզ դարձնում է պարզապես սպառողների մի բանակ, անհատների պարզ համագումար է դարձնում։ Իսկ անհատը մարդը մենակ մարդը, այսպես ասած, ինքը լիարժեք մարդ չի։
Ես դրա համար եմ ասում, որ սա այս ընտրություններն իսկապես ընտրություններ են ոչ միայն հայ լինել չլինելու մասին, ոչ միայն քրիստոնյա լինել չլինելու մասին, այլ նաև մարդ լինել չլինելու մասին։ Մի հարց էլ հենց հայաքվեին վերաբերվող, ես գիտեմ, որ կուսակցությունում որոշ անդամներ, օրինակ միավորումում որոշ անդամներ, օրինակ Ավետիք Քերոբյանը համաձայն չէ մասնակցության այն ձևին, որը հիմա քննարկվում է եւ ծառայցրել է իր անդամությունը։ Կան էլի մարդիկ, ովքեր այդպես են կարծում կամ հնարավոր է, որ այս նախընտրական process-ը խալխլի հայաքվեի հիմքերը։ Մարդիկ կային, ովքեր որ գտնում էին, որ պետք է միայնակ մասնակցել ընտրությունների։ Իհարկե կային մարդիկ, բայց ընդհանուր որոշումը ընդունվեց, որ միայնակ չենք մասնակցում։ Այլ մարդ, որ այլ ուժի նախընտրական ցուցակի մեջ լինի, հա, այդպիսի մարդ, այսինքն այլ անդամ մենք չունենք։ Ավետիք Քերոբյանը, այո, իր անհատական որոշումն է, մեր ընկերն է, մեր գործընկերն է, իր անհատական որոշումն է հանդես գալ բոլորին դեմ ինքնալուծարվող կուսակցության որպես անդամ, գիտեք, մի քիչ այսպես բան է դառնում, էլի, ոնց ասեմ, հաշվի առնելով, որ ինքնալուծարվող կուսակցություն է բան, դրա համար ընդհանուր առմամբ կառույցի դիրքորոշումը շատ ավելի այդպես տոլերանտ էր, շատ ավելի հանգիստ էր մեր ընկերոջ այդ որոշման վերաբերյալ, բայց նա, այո, այնքանով, որքանով այս պահին գրանցված այլ քաղաքական ուժի մասնակից է, ցուցակում է, այդքանով նա այս պահի դրությամբ չի կարող ներկայացնել հայաքվեն, հանդես չի գալիս հայաքվեի անունից։ Պարոն Սողոմոնյան, եւ հետ ապրիլ 24-յան ինչ մտորումներ ունեք 23-ի երեկոյան ջահերով երթներ ավանդական դարձած, որ այս տարի կարծես թե մի նախընտրական նաև շրջանով պայմանավորված առանձնահատուկ նշանակություններ ստացել, հետո ապրիլի 25-ին խորոված փարթիներ իշխանության կազմակերպած։ Ձեր դիտարկումները, ձեր մտորումները այդ 3 օրերը ինչ տպավորություններ են գործել ձեզ վրա։ Անկեղծ ասած, պետք է մի քանի օր էլ երևի նստեն այդ տպավորությունները, որ կարողանամ ավելի լավ ու ըստ էության պատասխանել ձեր հարցին, բայց մի բան պարզ է, որի մասին քիչ առաջ ասացի, որ այս իշխանությունները, այսօրվա պետությունը մեր փաստացի մեզ ասում է, որ դուք որպես ժողովուրդ, որպես հավաքականություն ինձ պետք չեք, այսինքն պետք չեք, որ դուք գոյություն ունենաք որպես ժողովուրդ, որպես հավաքականություն, պետք չէ, որ դուք հիշեք։ Հանրային հեռուստատեսության կողմից կիսատ մեկնաբանման հանգամանքը, ապրիլի 24-ին հաջորդ օրը փարթի անելը, ներողություն արտահայտությանս համար տժժալ է, սա ցույց է տալիս, որ պատմական հիշողությունը այս իշխանությունների համար կարևոր չէ, իշխանությունը հենց մարդկանց դա է ասում։ Ու երբ որ խոսում ես այս մասին, ասում են դե ինչ, հա անդադ չպետք է սքանք, բայց կներեք, ով է անդադ սքում։ Դուք դուրս եք գալիս Երևան քաղաք եւ այդ տպավորությունն է, որ օրինակ, չգիտեմ, հունվարի 10-ին, 20-ին, փետրվարի 7-ին, տարվա բոլոր օրերին մենք այդ տպավորությունն ունենք, որ սքում է Երևան քաղաքը, ոչ աշխույժ է, երեկոյան կյանք էլ կա, մարդիկ գործի են գնում, մարդիկ իրենց առիթներն անում են, այսինքն այստեղ որևէ արհեստական ձևով սքի իմիտացիա ստեղծելու եւ այդ սուքը փարատելու որևիցե անհրաժեշտություն չկա, բայց ապրիլի 24 ունենալ, իսկ այնուհետև հաջորդ օրը ինքնամոռաց այսպես ուրախանալ ապրել, սա իհարկե ճիշտ չէ, սա անարգանք է եւ սա ցույց է տալիս, որ հիշողություն անհրաժեշտ չէ, իսկ ցեղասպանությունը մեզ պետք է ոչ ցեղասպանության հիշողությունը մեզ պետք է ոչ թե որպես զոհ բարդութավորվելու համար, այլ այդ հիշողությունը մեկընդմիշտ մենք պետք է ունենանք մեր ապագան արժևորելու համար, որովհետև ինչ է մեզ հետ տեղի ունեցել, մեծ ողբերգություն է տեղի ունեցել։ Ինչի համար է տեղի ունեցել, ինչ պայմաններում է տեղի ունեցել։ Պետք է մենք այդ ամեն ինչից դասեր քաղենք, պետք է դրա համար ունենանք ուժեղ պետություն, դրա համար պետք ունենանք անվտանգության առումով ինքնաբավություն, սա է չէ լինելու, այսինքն երբ որ այդ պատմական հիշողություն է դառնում, դրա իմաստը նա է, որ
կարողանաս ապրել դա իմաստավորելով, արժևորելով։ Իսկ եթե դու դա մոռացության ես տալիս, դա անտեսում ես, դա ուզում ես պարզապես հանել քո հիշողությունից, ինչքան անցյալդ ես հանում, այնքան ապագատ ես մշուշոտ դարձնում, ճիշտ է։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դասեր չենք քաղել, Արցախի կորուստը եւ 120,000 արցախցիների բռնի տեղահանումը դրա վկայությունն է ուղիղ։ Դուք ճիշտ եք ասում, իհարկե, կյանքը ցույց տվեց, որ դասեր չենք քաղել, որովհետեւ մենք ընկանք նյութապաշտության գիրկը։ Խորը նյութապաշտության գիրկը ընկանք 91 թվականի անկախացումից հետո, մինչև այդ ապրելով խորհրդային հասարակարգում, սուղ պայմաններում, ինչքան էլ ինչ որ մի 20 տարի մի քիչ լավ է եղել կյանքը, բայց ընդհանուր առմամբ հասարակական գիտակցության մեջ այդ ձգտումը նյութականին ունենալուն, որովհետև միգուցե այն ժամանակներում շատ բաներ արգելված էր, քիչ էր, դեֆիցիտ էր, հա, այդ նյութապաշտությունը չկարողացանք հաղթահարել, մանավանդ որ խորհրդային շրջանում էլ աստվածամերժություն էր նաև եղել եւ ընդհանուր մեր էթիկայի մեջ ինչ որ բաներ խախտվել էին։ Ճիշտ է, երբ որ համեմատում ենք այժմյան հանրային էթիկան խորհրդային ժամանակների հետ, սարեր ձորերի տարբերությունը այժմյանը վատ իմաստով։ Բայց չկարգավորված քաոտիկ էս պայմաններում ընկնել խորը նյութապաշտության գիրկը ու դրան գումարած անարդարացի երևույթները, որ այս ամբողջ ընթացքում եղել են, մեզ ստիպեց յուրաքանչյուրիս ամեն մեկիս, որ ֆիքսվենք, կենտրոնանանք մեր անհատական խնդիրների վրա ու այդ հավաքականությունը այդպես էլ չձևավորել։ Հավաքականությունը չձևավորել, պետության նկատմամբ պատկանելության զգացում չունենալ, հա, այդ պատճառն էր, խորքային պատճառը կարծում եմ նաև դա էր եւ մեր կրթության մեջ կարևորագույն խնդիրներից մեկը պետք է ունենանք դա, որ մենք որպես անհատ ենք, բայց այդ մեր անհատ լինելը պայմանավորված է մաս լինելով, մի ամբողջի մաս լինելով, որ մարդը կարողանա իր կյանքը իմաստավորի ոչ միայն իր նյութական խնդիրներով, այլ նաև խնդիրներով, որոնք որ կապված են այլոց բարեկեցության, բարօրության, երջանկության հետ։ Շատ լավ, այս ապրիլի 24-ի հետ կապված, տեսեք, ըստ իս բավական ուշագրավ է Ռուսաստանի նախագահի ուղերձը 2015 թվականից ի վեր, սա առաջին ուղերձն է, բավական հետաքրքիր ակնարկներով, հստակ ինչ-որ առումով նաև շեշտադրումներով, նաև ռուսական լրատվամիջոցները շատ ակտիվ, առավել քան ակտիվ լուսաբանեցին եւ կոնկրետ տեսանկյուններով լուսաբանեցին, արցախցիների բռնի տեղահանության մասին հիշեցին։ Ինչ որ բան ձեզ հուշում է Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություն է մտնում։ Մեկ-երկու նշույլներ կարող են խոսել ինչ որ փոփոխության միտման մասին, բայց դեռևս վաղ է խոսել։ Շատ զգուշավոր է պետք լինել մեր կանխատեսումների մեջ, որովհետև ինչպես տեսնում ենք, երբ որ ակտիվանում է ռուսական մեդիա դաշտը, հատկապես երբ որ այդ ակտիվացումը ինչ որ իմաստով էլ դեմ է դուրս գալիս այսօրվա իշխանություններին, դրանով Հայաստանում կարծես թե ավելի շատանում է կոնսոլիդացիան այս իշխանությունների շուրջ։ Նախընտրական տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Այո։ Կարծում եք Վլադիմիր Պուտինը ուզում էր օգնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մնա իշխանության։ Չեմ կարող ասել ուզում է օգնել կամ չի ուզում օգնել կամ այդ հարցին ինքը կարևորություն տալիս է կամ չի տալիս։ Գուցե տալիս է։ Համենայն դեպս ես ունեմ այն տպավորությունը, որ սկզբունքորեն դեռևս այս իշխանությունները իրենց համար էլ գուցե իրենց առնվազն մի քանի բաշնյաների համար ձեռնտու իշխանություններ են։ Այն իմաստով, որ այս իշխանությունները Հայաստանը դարձրել են հարմարվող համակերպվող պետություն, իր իրավունքների համար չպայքարող պետություն, իսկ դա նշանակում է, որ երբեմն ըստ անհրաժեշտության այդ համակերպվող չպայքարող պետությունը նաև իր գործընկերոջից, դաշնակիցն էլ չեմ ուզում օգտագործել այդ բառը,
չի պահանջում իր պայմանագրային պարտավորությունների կատարումը։ Քանի դեռ իրենք գուցե պատրաստ չեն այդ պայմանագրային պարտավորությունների կատարմանը, դրա համար էլ հարմար է գուցե այս ամենը։ Հետևաբար ինչու է այսքան նյարդայնացած Նիկոլ Փաշինյանը, եթե իրադրությունը այնպիսին է, որ ինքը հարմար է տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների, պիտի շատ հանգիստ նստեր, մինչդեռ ակնհայտ է, որ նյարդային դրսևորումներ է ունենում։ Որովհետև ինքը հասկանում է, որ հարմար չի հայ ժողովրդի համար։ Կարող է հարմար լինել Եվրոպայի համար, ԱՄՆ-ի համար, Թուրքիայի համար, Ադրբեջանի համար, Մոսկվայի համար, բայց հայ ժողովրդի համար ինքը հարմար չէ։ Հայ ժողովուրդը այսպիսի լիդեր չի ուզում, այսպիսի առաջնորդ չի ուզում։ Հայ ժողովուրդը չի կարող հաշտվել նրա հետ, որ իր եկեղեցին քանդում են ներսից, որ իր եկեղեցին դրսում քանդում են հակառակորդները, բարիս բուն իմաստով են քանդում։ Իսկ ներսից ինստիտուցիոնալ համակարգը քանդվում է այս իշխանությունների կողմից։ Հայ ժողովուրդը չի կարող հաշտվել, համակերպվել մի առաջնորդի հետ, որը որ հայհոյում է։ Կաթողիկոսին, սրբազաններին անվանում է պոռնկաբարո, սրբապիղծ, կամ նրա կինը, ենթադրենք 80-ամյա առաջին նախագահին անվանում է մեռելի զդաչի։ Այս բարքերը, որ այս մշակույթը, կեղտոտ մշակույթը, որ իրենք են բերում, չհաշված են ծանր կորուստները, որ մեր գլխին եկան, բայց եթե այս հարցում նրանք կարողանում են համոզել ինչ-որ կերպ, կարողանում էին, որ իրենց մեղքով չի եղել, դե թույլ են եղել, դե բանակը եւ որի մեջ իրոք ինչ-որ տեղերում գուցե ճշմարտություն էլ կա իսկապես, բայց գլխավոր պատասխանատվությունը իրենց վրա եղել։ Համենայն դեպս մարդիկ իրենց աչքով տեսնում են այս մեծ անարդարությունը, տեսնում են, որ արդարադատությունը գործում է միայն իրենց համար, յուրայինների համար։ Տեսնում են, որ ով հանկարծ զբաղվում է քաղաքականությամբ, խնդիրներ է ունենում։ Անկամ իր յուրայինները, իր մերձավորները, ինչպես օրինակ Հովիկ Աղազարյանը, սկսեց լրջորեն զբաղվել, մոտավորապես քաղաքականությամբ եւ տեսանք ինչի արժանացավ։ Ժողովուրդը տեսնում է այս ամեն ինչը եւ ինքն էլ տեսնում է, որ ժողովուրդը իրենից հիասթափվել է։ Ինքը հասկանում է, որ ինչքան արհեստական ինչ-որ միջոցառումներ է կազմակերպում, փարթիներ է կազմակերպում, չգիտեմ ինչ է անում, կամ գալիս են մարդիկ, ովքեր որ ռուսերեն մի հատ բառ կա, խալյավա, այսպես ասած, օգտվում են, կամ գալիս են հատուկ մարդիկ, հատուկ տրեներովկաներ անցած, որ եթերում իրենց պաշտպանելու ինչ-որ իմիտացիա լինի։ Ինքը հասկանում է, այդ էներգիան ինքը զգում է։ Ինքը երկար ժամանակ ընդդիմադիր է եղել, ինքը ունի հոտառություն, շատ լավ հոտառություն, ինքը շատ լավ, այսպես ասած, զոն պոլիտիկոն, այսպես ասած, մարդ է եւ շատ լավ է այդ ամեն ինչը հասկանում եւ դրանով է պայմանավորված իր այս նյարդային վիճակները։ Պարզ է եւ մայիսի 4-ին Երևանում կանալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովը զուգահեռաբար ամսի 4-ին եւ նաեւ ամսի 5-ին նախատեսված են Հայաստան եւ Եվրամիության գագաթաժողովը, բարձրաստիճան տարբեր հանդիպումներ կլինեն, կարծում եմ լուրջ օրակարգեր կլինեն։ Այս համաժողովը, այս եվրոպական, այս խոշոր միջոցառումը քաղաքական ազդեցություն ունենալու է Հայաստանի վրա, մանավանդ ընտրությունների շեմին, թե իմիտացիոն գործընթաց է։ Եկեք հարցը երկու մասի բաժանենք։ Մեզ պետք է Եվրոպական միության կառույցների եւ Եվրոպական միության անդամ երկրների հետ ունենալ լավ հարաբերություններ, այո, պետք է։ Պետք է զարգացնել այդ հարաբերությունները։ Իհարկե ես այն ձևակերպումը, որ անում են իշխանությունները, որ խայտառակ ձևակերպում է, այդպես չի անի, ոչ թե այն հետեւյալը, որ ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, մինչև որ չի խանգարի ԵՄ մտնելու գործընթացին, հակառակ ձևակերպումը, հաշվի առնելով աշխարհաքաղաքականությունը, հաշվի առնելով տնտեսությունը եւ այլն, հակառակը կանեի, որ մենք այնքան կխորացնենք Եվրոպական միության հետ հարաբերությունները, մինչև որ փողբացառող դա չլինի ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր հարաբերություններին։
Համենայն դեպս եվրոպական երկրների եւ ԵՄ կառավարման կառույցների հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար անհրաժեշտություն է։ Այլ հարց է, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական տրամաբանության ներքո։ Այն, որ դատան ընտրվել է, օրը, ամիսը, շրջանը ընտրվել է եւ համաձայնություն տվել են մեր եվրոպական գործընկերները, կարծում եմ պատահական չէ։ Հերթական այսպես աջակցությունն է Փաշինյանին եւ այդ տեսանկյունից քննադատելի է, շատ դատապարտելի է, որովհետեւ իրենց մայրաքաղաքներում շատ լավ գիտեն, որ Հայաստանում խայտառակ վիճակ է ժողովրդավարության տեսանկյունից։ Շատ ավելի խայտառակ է, քան նախորդ ցանկացած նախագահի իշխանության ժամանակ։ Շատ ավելի խայտառակ վիճակ է։ Այսպիսի խայտառակ վիճակ, այսպիսի ընտրովի արդարադատություն, եկեղեցու ներքին գործերին միջամտություն, բազմաթիվ են պարզապես թվարկեմ, չգիտեմ, օրը կմտնի, այսպիսի վիճակ երբեք չի եղել եւ իրենք շատ լավ գիտեն բոլոր փաստերը մեկ առ մեկ, խոշտանգումների դեպքերը, ոստիկանական բռնությունների դեպքերը, մամուլի հանդեպ հետապնդումներ, ինչու եք դուք այստեղ հայտնվել, հա, մամուլի հանդեպ հետապնդումները, քաղաքացիների հասցեին հնչեցվող վիրավորանքները, ատելությունը, անհաշվետվողականությունը, բազմաթիվ ժողովրդավարության հանրահայտ նորվեր, մարդու իրավունքների կոնվենցիաների խախտումներ այն քանակով, որ հիմա է տեղի ունենում, երբեք չի եղել։ Այո, բայց լռում են, որովհետև ցավոք սրտի աշխարհն այսօր այնպիսին է, իրավիճակն այսօր այնպիսին է, որ Եվրոպական միության կառույցների վարած քաղաքականությունը եւ ԵՄ անդամ շատ երկրների վարած քաղաքականությունը ոչ թե արժեքների վրա է հիմնվում, այլ զուտ շահերի վրա է հիմնվում։ Իսկ այդ շահը հետեւյալն է, որ իրենք շահերից մեկը, այսպես ասած, շահի հիմնական բովանդակությունը հետեւյալն է, որ հայ ժողովրդի ինքնության հետ կատարվի ինժեներիա որոշակի, որ այստեղ լինի հարմարվող, չպայքարող պետություն եւ այդ չպայքարող լինելով հանդերձ լինի թուրքական գծի ներքո եւ հակադրվի ռուսական գծին։ Այս աշխարհակաղակական բանն է, այսպես ասած։ Պարոն Սողոմոնյան, եւ որպես ամփոփում կխնդրեմ փաստորեն ձեր համոզմամբ Հայաստանը կոնկրետ ոչինչ չի շահելու կամ շատ քիչ բան է շահելու, այսպես ասենք, անվտանգային հստակ երաշխիքներ չի ունենալու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները ել ավելի վատ թարացնելու է, ել ավելի վատ վիճակում դնելով մեզ։ Փաշինյանի վերընտրվելու պարագայում։ Համաժողովի արդյունքում ու նաեւ Փաշինյանի վերընտրվելու պարագայում։ Համաժողովը ես նորից եմ ասում, ցավոք սրտի հիմնականում նախընտրական տրամաբանության մեջ ենք տեսնում։ Լուրջ օրակարգ, որևէ օրակարգ ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ կապված, անվտանգության հետ կապված ոչ մի լուրջ առաջխաղացում, ոչ մի պոտենցիալ չենք տեսնում այստեղ։ Սա ավելի շատ նախընտրական տրամաբանությամբ այսպես արվող ժեստ է, ցավոք սրտի այսպեսին է։ Ինչ վերաբերում է Փաշինյանի վերընտրման պարագայում, այո, մեզ շատ վատ բաներ են սպասվում, շատ վատ զարգացումներ են սպասվում եւ հուսանք, որ մեր քաղաքացիների այն մասը, որը որ դեռևս կողմնորոշված չի, որը որ չի տեսնում իր սրտի ուզած քաղաքական ուժին կամ գործչին, ի վերջո այդպես ավելի ակտիվ կլինի, կգա տեղամաս եւ հունիսի 8-ին մենք գուցե ունենանք ավելի լավ պատկեր, պարտված Փաշինյան եւ մի քիչ այսպես հուսավառ հեռանկար։ Ընդդիմության եւ Հայաստանի փրկությունը փաստորեն ընտրողների ակտիվության մեջ է։ Փրկություն բառը չասենք, որովհետեւ ընդդիմության հաջողությունը։ Հայոց պատմությունը այո շարունակվելու է անկախ նրանից թե ով է լինելու վարչապետը եւ որ ուժն է հաղթելու, բայց այո ընդդիմության հաղթանակը եւ Փաշինյանի պարտության կարևորագույն պայմանը մեծ մասնակցությունն է, ակտիվ մասնակցությունն է։ Դրա համար օգտվելով առիթից ամեն առիթ պետք է օգտագործենք խնդրելու համար, որ կան մեր քաղաքացիները ակտիվ լինեն եւ մասնակցեն ընտրություններին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եթերում այլ օրակարգներ։ Մեր հյուրը Հայ Ակվե միավորման անդամ Մենոա Սողոմոնյանն էր։